Ասասունյան այսօր երատոնն է, հա, եւ 33 տարի ազատագրման ունը, ինչ իրավիճակ այսօր ունենք, այսքան տարի անց։ Գիտեք, մենք օրեր կան հայոց պատմության մեջ, որ ցույց տալիս է մեր ազգի լավագույնը եւ որ ազգը միասին է, մեկ հոգի պես, մեկ սերդի պես միասին են պայքարում։ Ադի բազմաթիվ օրինակներ կան հայոց պատմության մեջ եւ Շուշինը նրանց լավագույններից մեկն է, որ երբ որ այլ ժողովուրդը Հայաստանը նոր անկախ է, երբ երկրաշարժ է եղել, երբ թշնամին մեզնից մի քանի անգամ ավելի է թվով, հզորությամբ, բանակը ավելի մեծ է, սակայն ամեն առավելությունները իրենք թշնամիներուն ցերկներ, երբ որ մենք միասին ենք, մեր ազգի լավագույնն է եւ Շուշին, որ պատմական մեր հայ Շուշին ազատագրում ենք այդքան քիչ երդասարտներով եւ մեր դերերը ցույց տալիս են թե հայդարան հայ երդասարտը եւ որ ժողովուրդի իր գողքին է կանգնած եւ ցերկը եւ որ զինված է կարևոր չէ թշնամին որքան հզոր է ինչ է մենք ոչ մեկից չենք վախենում եւ կազատագրենք մեր բոլոր վերքերն ալ գուժեք կազատագրենք մեր բոլոր հողերը եւ Փեգորը, Բեդոն, Գարոդը, Թաթուլ Գլբեյանը, Շահեն Մեղրյանը եւ Դուշման Վատանը եւ այդպեսի կոմանդոն եւ այդպեսի բազմաթիվ հերոս տղաներ, որոնք զոհվեցան եւ դակավին այսօր լավրում են հայադասատի լավագույնը ցույց տալիս է եւ ես հբատ եմ եւ այդ կարևոր չէ թե ասիշխանության օրերին ինչ է եղել, թե որքան զիջել են, որքան դավաճանել են Հայաստանն ու Արցախը, ես հավատում կասկածում եմ, որ հետագային մենք ազատագրենք մեր Շուշին եւ աս հերոստողոցը կորզը գեշ չմնար։ Բայց իրենք ասում են կներեք։ Դուք թվեցիք մարդկանց անուններ, որոնց շնորհիվ ազատագրվել է Շուշին, Բերդաքաղաքը։ Այսօր դուք որքանով եք իրատեսական համարում, բոլորիս, այսպես ասած, նվիրական երազանքն է, հա, նորից տեսնել ազատագրված Շուշին, բայց դա որքանով է իրատեսական։ Այսօր կան այդ մարդիկ, ովքեր կկարողանան իրականացնել Անշուշտ իհարկե կան ժողովրդի մեջ շատ են նրանց տիվը հազարներ են ամբողջ, բայց եւ որ ղեկավարությունը ասենք եթե ղեկավար են, ոչխարներ են, վախկոտներ են, զիջողներ են, դավաճաններ են, ուրեմն այդպեսի ղեկավարության տակ ոչ մի բան ցերկ չի բերել զինվորը պատրաստ է գրվելու, հայադասատը պատրաստ է գրվելու իր հայրենիքին համար, իր ազգին համար, իր երեխաների բակարին համար, սակայն եւ որ ղեկավարը թրքամոլ է, զիջող է, դավաճան է, այդպեսի մատնը ոչ թե ցիգյանք 7 տարի է ատմատը խաղաղություն է խոսում եւ բادرազմ է բերել մեր գլխին Թուրքիայի հետ բանը եղբայրություն է բանանում եւ Թուրքիա անում է եւ մենք ոչ մի բան ցենք չէ բերել 7 տարի միան բادرվել ենք, խայդարակվել ենք աշխարհով մեկ եւ ասմատը իբրտե վարչապետ է, ասմատը Հայաստանի վարչապետը չէ, Ադրբեջանի վարչապետն է, Թուրքիո վարչապետներ, քանի որ ինքը Թուրքիո եւ Ադրբեջանի շահերն է պաշտպանում, ոչ թե Հայաստանի։ Պարոն Սասունյան, դուք ասում եք դավաճան, հա, հայրենիքի դավաճան, բայց Նիկոլ Փաշինյանն է ասում, ինձ մեղադրում են դավաճանության մեջ, բայց իրականում այս ամենի իրավիճակը, որ մենք ասենք, պատճառային է, որ ես չափից դուրս հայրենասեր եմ։ Իրավ, եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասեր է, ուրեմն կարեկին նշտենա Թուրքիա, Մեսով Մաշտոսը Թուրքիա, Դիկրամ Մեզնա Թուրքիա, ով որ հավատում է թե Նիկոլ Փաշինյանը հայրենասեր է, համերևի թերևի Թուրքիա համար հայրենասեր, այսինքն Թուրքիա է սիրում եւ ինչ որ դվել է Թուրքիան Թուրքերը եւ ադրբեջանցիները շատ ցերկ բերել են իր ներկայությամբ իր ղեկավարության տակ մի հատ բան ասեք որ տեսնեմ Նիկոլ Փաշինյանը արել է Հայաստանի համար նույնիսկ Իրանցի պատը ինքնիշխանության նրանք նշում են որ դա երրորդ հանրապետության երաշխավոր պատն է իրեն մոդիգենեսն է հայոց պատմություն քոյություն ունի իրեն մոդիգենեսն է թուրքերին դալիս է ինչ որ Թուրքիա է պատմում, անասունի մի արասեք է բան Նախիջևանը ինչ է, ադիա Թուրքիա է,
Անին ինչ է, անինա Թուրքիա է։ Մասիսի ինչ է, Մարկսը, եթե ինքը այդ հողերը, որ հանրապետության հողերը, որ դալիս է Թուրքիա է համարում, մեկ հատ անասունին ասե, պագաբան Նախիջևանը, Մասիսը, Անին, Գարսը, Ադահանը, adonka Թուրքիա են։ Մեγաս բոլոր հողերը եղել են Հայաստան եւ որ թուրքերը դակամի Մոնղոլիայում երեխաներ են փննապարում, երեխաներ են մոտում։ Մենք հոս 3000 տարի է քոյություն ունենք։ Ես Ադրբեջան ինչ է, Ադրբեջան փարը 100 տարի է քոյություն ունի։ Ազերի ինչ է նշանակում։ Մենք մեսոբ մաշտոց այբուբյանը Արցախի մեջ է գրել։ Ուրեմն ատկե ավելի հայ ինչ կարող է լինել Արցախից, Նախիջևանից, Անիից, Գարս Ադահանից, Մասիսից, Վանից, Էրզրումից, ուրեմն սրանք երբ որ պատմական մեր հայրենիքն է, իրական Հայաստանի հետ աղերս չունեն։ Ադիգա ծեր գարզիկն է, ադիգա Նիկոլին գարզիկն է, անինչ որ եւ Արևմտյան Հայաստան չի գոչվում, այսինքն չեն գոչում Արևելյան Թուրքիա, Արևմտյան Հայաստան են գոչում, Արցախը Արևելյան Հայաստան է։ Ուրեմն մենք հոս 3000 տարի պատմություն ունենք։ Նրանք եկել են, նրանք մոտել են, բնապարել են, կողցել են, նրանք իրենց էությունն է։ Եվ որ մենք իշխանություն գոչվողները, եւ որ ասմարթը Նիկոլ գոչվածը 7 տարի է խաղաղություն է խոսում, 7 տարի է բادرազմ է փերել մերքեն։ Մահա մեր երկիրը լեցվել է թուրք լրդեսներով, թուրքերով, ատեն դուք գիտեք Բաթումին, Թիֆլիսը, ատեն սա թուրքերով լեցվել է բոլորովին։ 10 տարիից այլևս Վրաստան չի մնար, նրանք ներքից ուդում են, ներսից ուդում են երկիրը քաղցկեղի նման։ Նույնն է լոս են անելու։ Հոս աբիտ պերեն ոստե 100,000-ով թուրքեր, հայ աղջիկները, հայ դղաները թուրքերի հետ ամուսնան անկեստան 20-30 տարի վերջը ան մեկը Հայաստանի մասին չի խոսում։ Նրանք ներսից ուդում են երկիրը, քանի որ չկա պաշտպանություն, չկա հերադեսություն, չկա բանակ, չկա հայրենասերություն։ Բոլորովին իմ համար զիզաղելի է, որ Նիկոլ Փաշինյանը ինքը հայրենասեր համարում է։ Նիկոլ Փաշինյանը հավատացեք ոչ ասկի իմ ճանաչում է մի հատ 7 տարվա մեջ մի լապան արել է Նիկոլ Հայաստանի համար ասեք թե ինչ է արել է։ Ասֆալտ։ Ինչ արել։ Ասֆալտ։ Հա, ջամփաները գարուց են որ երկու շաբաթ վերջը ձագերով լեցվում է, ատեն դուք գարձեմ գիտեք, ես ալ լսել եմ 100% վստահ եմ, որ այդ ջամփաները նորոգում են Էլեն Սիմոնյան գոչված անասունին եղբայրը, որ իրենց փողերը անում են եւ ասֆալտի հաստությունը ասկան հաստությամբ են անում եւ մի քանի շաբաթ վերջը, մի քանի ամիս վերջը ատեն այդ ջամփան փճացել է։ Իշխանությունները լավատես են, ասում են մենք հա լավատես են Թուրքիո համար, այո։ Օրակարգ չունենք, մենք գնում ենք խաղաղություն։ Հա, քանի եւ որ հա, եթե ես քու դունդ պիտի կամ քու դունդ պիտի գողոպտեմ եւ դու ասում ես ես չի գրվեմ, արի ինչ որ ուզում ես, ասեմ հաբրեսկեզի։ Հա, դու ասի եւ որ դգարես եւ որ բանակը ցկանթել եւ որ բանակարերս գարմիր սև բրեներս վերածել ինքը ամեն ինչ դասնյակ 2 դասնյակ հազար ներքին զորք է ստեղծել, որ իր աթորը պաշտպանի։ Մեկ հատ բանակ կնա, մեկ հատ ջագատ կնա, դες ջագատի վիճակը թիրքերը դրեք ուդելիք չունեն, դրեկը կլաշնիկով թանկերի անօթաչու օթանամների թևենգակներ կլաշնիկով։ Մեկ հատ թողեք կացեք, մեկ հատ խնդրում եմ մամուլից, մեկ հատ կացեք ջագատ, եթե թույլ դանաշուշ թույլ չեն դար, մեկ հատ դա բանակի վիճակի մեր դողոց վիճակը տեսեք։ Դուք իրատեսական եք համարում, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով կարող է թողնել իր կողմից օկուպացված Հայաստանի տարածքները։ Okay, եթե Նիկոլը իրական հավատում է, որ թուրքերու նպատակը մեր լավն է, իր մեկ հատ իր աղջիկները թուրքերին թողանցնե, ես նենք աղջիկներուն ինչ կլա 2 տարի հետ կը։ Իր աղջիկները իր ալկոհոլիկ թմրամոլ աշոդիգին թողանցնե, մեկ հատ թուրքերուն տեսնենք ինչ կլա։ Նիկոլը աս հողը թուրքերու անցնելու հարց չունե, քանի որ ատմատը հայրենասերություն չունե, դղամատություն չունե, հերադեսություն չունե, վախկոց, ցդախոս անասունին մեկն է եւ ատմատը 7 տարի է ոչ մի բան լապան չի արել Հայաստանի համար, ոչ աբիդանի հետակային։ Հանդիկանից նախկինում շուշի գնացել էիք։ Ես ատեն Արցախի բادرազմը վերջացել է, ես հասել եմ Հայաստան հոկտեմբեր 30-ին ատեն Արցախի բادرազմը ավարտել էր, ատեն ինչքան փակ ջամփաները փակ են, ուրեմն ես բادرազմի օրերին Հայաստան չի, ես Հայաստան եմ գտնվում 3.5 տարի է։
Իսկ նախքան պատերազմը օրինակ Շուշի այցելել եք, տեսել եք այս Ես Բերդում եք ցավը տանեմ, ես 40 տարի Բերդ եմ եղել, եթե չգիտեք, ես Հայաստան 3 տարի առաջ եմ ասել, 3.5 տարի առաջ։ Շնորհակալություն։ Եղավ բարի, շնորհակալ եմ։